Աստված ընդունում է ձեզ։ Սաղմոս 30-ի 5-րդ խոսքում ասվում է. նրա բարկությունը ակնթարթի չափ է, բայց նրա քաղցրությունը ամբողջ կյանքում։ Ինչ եք անում, երբ գիտեք, որ ցավեցրել կամ զայրացրել եք ինչ-որ մեկին։ Դառը փորձից գիտեմ, որ եթե հեռանում, խուսափում եմ տվյալ մարդուց կամ արդարացնում իմ քայլերը, փոխհարաբերությունը փլուզվում է։ Մյուս կողմից, եթե սրտանց դիմում եմ նրան եւ խոնարհաբար ներողություն խնդրում, սա շատ դժվար է։ Կա հնարավորություն, որ փոխհարաբերությունը կբժշկվի։ Սա ճիշտ մոտեցում է մեր փոխհարաբերություններում, նույնիսկ եթե չեք տեսնում ճիշտ արձագանք ուրիշներից։ Կլինեն ժամանակներ, երբ մարդիկ չեն ների ձեզ, բայց դուք պետք է իմանաք սա, Աստված երբեք նման բան չի անի։ Նրա սերը եւ ներումը միշտ հաղթում են։ Աստված երբեք չի մերժի ձեզ, նույնիսկ երբ թվում է, թե շրջել է իր երեսը։ Կան ժամանակներ, երբ գիտեմ, որ Աստված այնքան էլ գոհ չի իմ վարքագծից, այն պահին, երբ ազնիվ եմ լինում ինքս ինձ հետ, ապաշխարում եմ եւ խնդրում նրա ներումը, սիրտս լցվում է նրա լույսով եւ սիրով։ Նույնիսկ երբ գիտեմ, որ արժանի եմ դատաստանի, նա պատում է իր ողորմությամբ։ Նա արագ հավաստիացնում է, դու իմն ես, ես սիրում եմ քեզ, ես հավատում եմ, որ դու ուզում ես փոխվել։ Ես արդեն ներել եմ քեզ, այժմ ժամանակն է մոռանալու դա։ Այս պահին նա ցանկանում է նույնը քեզ փոխանցել։ Դուք նրա զավակն եք։ Գուցե նա մերժում է ձեր արարքը, խոսքերը կամ վարքը, բայց երբեք չի մերժի ձեզ։ Երբ գիտեք, որ արել եք ինչ-որ բան, որը հաճելի չէ ձեր հորը, դարձեք դեպի նա, նրանից հեռանալու փոխարեն։ Խոստովանեք եւ նա կընդունի ձեզ։ Հեռանալը կամ թաքնվելը երկարաձգում է գործընթացը եւ զրկում է նրա քաղցրությունը ամբողջ կյանքում վերապրելուց։ Բացեք ձեր սիրտը եւ ընդունեք թե նրա սերը, թե այն դասը, որ պետք է սովորեք։ Եկեք աղոթենք։ Հայր, ես գիտեմ, որ դու ինձ այնքան ես սիրում, որ ցույց կտաս իմ սխալը։ Քո խոսքի եւ հոգու միջոցով ցույց տուր իմ կյանքի այն բնագավառը, որ քո ողորմությամբ սրբելու կարիք ունի։ Ես ընտրում եմ վազել դեպի քեզ, այլ ոչ թե հեռանալ քեզանից։ Ես ուժեղ եմ, որովհետև գիտեմ, թե ում դիմեմ, երբ սխալ եմ։ Դե ուրեմն, խոստովանեք ձեր մեղքերը եւ վազեք դեպի Հոր գիրկը, եւ նա կընդունի ձեզ եւ կծածկի իր ողորմությամբ, ինչպես որ ինձ է անում։ Նա սիրում է ձեզ։